Ինչ եք կարծում, ես ինչպեսի ղեկավար է պետք։ Դե առաջ հերթը գրագետ լինի։ Երկրորդը պետք է ուժեղ, հավատարիմ գրագետ թիմ ունենա, թիմ։ Հասկանում եք, որովհետև հնարավոր չի որ վարչապետը ամեն հարցով տիրապետի։ Պետք է ունենա ամեն գծով հավատարիմ գրագետ օգնականներ։ Այնքան հիմար բաներ է արել, որովհետև պետք է գրագետ մարդկանց բերի, դնի նախարար։ Մարդի հոգին եթե կեղտոտ է, ինքը կեղտոտ բաներից չի կարող արժարվի։ Դե թող Աստված հոգիները մաքրի։ Մենակ ես ցանկանում եմ թող Աստված մեր Հայաստանի խաղաղություն տա, այդ մեր ղեկավարներին էլ բան տա, խիղճ տա, միմանա որ վերևին Աստված կա, այդ աթոռի վրա բոլորն են նստում են, հիշում են ազես, եղավ։ Հայրենասեր, Ոնց պիտի որոշվի, որ ինքը հայրենասեր է։ իրագործումներից։ Ղեկը գլխին։ Շատ դժվար հարց եք տալիս։ Տենց մարդ գոյություն չունի, բոլորը մտածում են իրենց մասին։ Ժողովրդի հոգսերով ապրող մարդ լինի։ Նորմալ ղեկավար, Որն է։ որ ամեն ինչն է ժողովուրդ հիմար անհանգստանա մտածի, թա էտա։ Արդարադատ Պետք է մեծերի մասին մտածի, դա առաջի հերթը, տատիկների, պապիկների, մամաների, պապաների մասին։ Եթե ղեկավարը կմտածի, ուրեմն դե ջահելները իրանել են նայում, չէ, ինչ անա ասում, որ պիտի նրանք է շարունակեն։ Այդ ամենակարևորը։ Հետո ուսումը պետք է տակից մանկապարտեզից սկսեն երեխան սովորացնել բարերը ամոթ։ Հիմա ռուսերեն ասեմ, ստիդնա, ժալկը։ Այդ բարերը պետք է անպայման սովորեն։ Չգիտեն, երեխեք էլ այդ ամոթ բան չունեն, էլի արդեն։ Համել բացադրեն ժողովրդի երեխանց դպրոցներում, թե դեմոկրատիան ինչ է նշանակում։ Это չի նշանակում վսեդозволенность։ Պետք է սովորացնեն այդ դեմոկրատիային օգտագործելու ձևը։